Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը թեև պաշտոնապես չի մեկնարկել, սակայն քաղաքական ուժերը շարունակում են ակտիվորեն հանդիպումներ ունենալ բնակչության հետ եւ նրանցից ոմանք փաստացիորեն արդեն սկսել են ոչ ֆորմալ քարոզարշավը։ Բացի այդ, որոշ քաղաքական կուսակցություններ էլ հայտարարում են այս կամ այն քաղաքական ուժին միանալու մասին։ Հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի շուրջ։ Այս մասին հայտնում են Ուժեղ Հայաստան կուսակցությունից։ Մեկ օրում Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ՝ Ազատություն, Կայունություն, Ժառանգություն եւ ՀԺՄ։ Քաղաքական բոլոր ուժերը միակարծիք են, որ գործող իշխանությունը իր պարտվողական ու ուրացող քաղաքականությամբ Հայաստանը կանգնեցրել է կործանման եզրին եւ դեռ շարունակում է իր վտանգավոր նահանջի համակերպման ու ուրացման ուղին, ժողովրդի դեմ զենք դարձնելով կեղծ խաղաղությունը։ Քաղաքական ուժերը վստահ են, որ միայն Սամվել Կարապետյանը կարող է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից եւ առաջնորդել դեպի ուժեղ ապագա։ Նշվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ 3 մարտունիում գյուղացիների հետ հանդիպել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է դրել։ Այսօր Եվրոպան Ռուսաստանի հետ թշնամի է, իսկ մենք Ռուսաստանի հետ բարեկամ դաշնակից պետություններ ենք։ Եթե մենք հակառակն ենք ուզում անենք եւ գնանք Ռուսաստանի թշնամու հետ, Ռուսաստանն ասում է ընտրիր, նշել է նա։ Իրեպ Գագիկ Ծառուկյանի հետ լավ հարաբերություններ ունեցող Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Մասանդիկովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ պետք է շատ զգույշ ու կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում։ Մենք պետք է ավելի կոռեկտ եւ զգույշ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպության մեջ։ Պետք է լինել շատ կոռեկտ Հայաստանում։ Այս առումով բարդ իրավիճակ է հատկապես նախընտրական շրջանում։ Շատ բարդ իրավիճակ է, ուստի մենք պետք է շատ զգույշ ու նրբանկատ լինենք Հայաստանի հետ հարաբերություններում, ասել է Բելարուսի առաջնորդը։ ՀԱՊԿ-ի թեմային այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է գամի փուլ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացվի, նա ասել է. Մի ասա երբեք, ես չգիտեմ, աշխարհը շատ անհանգիստ է, այստեղ ՀԱՊԿ-ի խնդիրը չի։ Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետքա թելադրի մեր քայլերի հաջորդականությունը։ Դուք հիմա ուզում եք էլի ինչ-որ մի բան բռնցնեք, ՀԱՊԿ-ը վերջին հաշվով, երբ որ ՀԱՊԿ պետքա հանդես գար ինքը կար, տեսեք, Մոսկվայում քննարկումների ժամանակ ՀԱՊԿ-ի հետ կապված ՀԱՊԿ-ի գործողությունները փորձ էր արում կապել Լեռնային Ղարաբաղի վիճակի հետ, բայց մեր Հայաստանի սահմանների հետ կապված ՀԱՊԿ-ը անելիք ուներ, չարաշ չէ։ Մեր խնդիրը առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի հետ։ Եվ մենք 2 թե 3 անգամ դիմել ենք ՀԱՊԿ-ի աջակցությանը։ Այդ աջակցությունը բացի բանավոր այսպես խոսքից ոչ մի հեռանկար մեր համար չի հանդիսացել։ Կպական ասում է Սարի գլխին ջունը, այդ Սարի Պարոն համարի չի Պուտինին էլ մեկ կարող է սխալ տեղեկություն տված լինել։ Երբ կպականներ ասում են, որ այդ Սարի գլխին ջուն է տարին 12 ամիս Որտեղ։ Կարծեմ Սև լճի մասին այդ պատմությունների ժամանակ։ Չէ, ավելի շատ ջուն երկրորդ կորպուսի Վարդենիսի ուղղությամբ։ ՀԱՊԿ-ը ինչու պետք է միջամտել, ինչ է կարծում։ Որովհետև կանոնակարգային պարտավորություններ կային։ Բայց ասում էին, որ այդ կետով եք դիմել եւ այլն։ Չէ, բոլոր կետերը ճիշտ են։ Այսինքն դուք չեք բացառում, որ ինչ որ մի փուլում ՀԱՊԿ-ից դուրս գալու, վերջնականապես դուրս գալու հարցը դրվի։ Այնիշ որ մեր երկրի շահը կթելադրի, այդպես էլ շարժվի։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ։ Տիկին Մանավազյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Սարսափած չեք այն ինչ կարդացի, մասնավորապես նախընտրական վերադասավորումների հետ կապված։ Ես ներկայացրի Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ ուրեմն այդ շարժման
տարածած հաղորդագրությունը, որտեղ ըստ էության 4 ուժեր ոչ հանրությանը շատ հայտնի, այնուամենայնիվ կայունություն, ժառանգությունը հայտնի է, ազատություն, ժամը միանում են նրանց եւ գիտեք, ավելի վաղ նրանք եւս 2 քաղաքական ուժերի մասին հայտարարեցին, ամեն ինչ դեռ արժևում է եւ հնարավոր է էլի քաղաքական ուժեր ուրեմն միանան հաշվի առնելով օրինակ տարբեր քաղաքական ուժերի կամ օրինակ առաջին նախագահի հայտարարությունը Սամվել Կարապետյանի հետ կապված մենք գիտենք նաև օրինակ Լուսավոր Հայաստանի առաջնորդ Էդմոն Մարուկյանի հայտարարությունը նրանց հետ էլ կարծեք թե բանակցությունները շարունակվում են չեք սարսափում այսպիսի հայտարարություններից իշխանությունը չի սկսում երերալ ձեր աչքի առջև Ոյ ինչպեսի ավստու լուրեր են չէ իհարկե կարող եմ ասել հետեւյալը որ ուզում եմ հիշեցնել որ 100 եւ ավելի կուսակցություն ունեն գրանցած եւ 100 եւ ավելի կուսակցությունների դե մի մասին անգամ իրենց ընտանիքները չգիտեն 100 եւ ավելի կուսակցությունները քանակի մեջ երբեք որակ չի փոխվում եւ բնականաբար իրենք երևի կիսում են գաղափարները, այդ գաղափարները ինչ որ իրենք են կիսում, իսկ իրենց գաղափարները, ինչքան որ այս ընթացքում լսել եմ, իրենց գաղափարը ուժեղ բառի մեջ է, իսկ ուժեղ բառի ամենաթույլ կողմը երևաց վերջերս Ռուսաստանի Դաշնության ղեկավարի խոսքով, երբ խնդրեց կամ դիմեց, որ օրենքը ավելի վերջ է, քան այն, որ դուք կարող եք Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն գրանցել որպես վարչապետի թեկնածու, կարծում եմ խոսում է իրենց թույլ կողմերի մասին եւ այն մասին, որ ավելի սարսափած եւ ազդված են իրենք եւ փորձում են հիմա քանակ հավաքելով, միգուցե չգիտեմ, հնարավոր է եւս 10 կուսակցություն միանան եւ դաշինք կազմեն, բայց այն, որ իրենք չեն կարող թաքցնել, որ այսօր իրենց ուժը միայն երևում է ուժեղ արհեստական բանականություն ունենալու մեջ, դա կարծում եմ տեսնում ենք բոլորս եւ կուզեմ նաեւ քաղաքացիներին հիշեցնել Սամվել Կարապետյանի մեր Հայաստանի Հանրապետության այն ամենածանր օրերին 2020 թվականին, երբ ինքը հանդես էր գալի որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, լիիրավ քաղաքացի եւ կոչ չէր անում կողմերին նստել եւ բանակցել սեղանի շուրջ։ Ինքը որպես երրորդ երկրի քաղաքացի կոչ էր անում։ Հիմա եկել է Հայաստանի Հանրապետություն, իր հայրենիքից վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, այսինքն միգուցե Մոնակոյի կամ մյուս այլ երկրի պետության քաղաքացին թույլ տակ լինի Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու, դա կարծում եմ մեր քաղաքացին իր որոշիչ ձայնը կտա հենց հունիսի 7-ին եւ կասի ինքը որ ուժին է տեսնում այսուհետ եւ հետ այսուն Հայաստանի Հանրապետությունը որպես վարչապետ։ Տիկին Անավազյան, Պուտինի պատասխանը տրվել է, գիտեք, վարչապետը բավականին ուրեմն հստակ ներկայացրեց Հայաստանի օրենքները, սահմանադրությունը, բայց դրանից հետո էլ կրկերը Կրեմլում չեն դադարում։ Գիտեք, վարչապետը դեռ չէր վերադարձել ուրեմն տեղեկատվական դաշտում նրանց առաջին դեմքերի մակարդակով չինովնիկների, այսպես հարցակման պես ուրեմն հայտարարությունների տեղատարապ էր, հա, հիմա էլ օրինակ Պեսկովն ասում է Մոսկվան իրեն իրավունք է այնուամենայնիվ վերապահում Երևանի հետ քննարկել առաջիկա ընտրությունները։ Տեսեք, ըստ էության չեն հանգստանում։ Կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցած հանդիպումը Պուտին-Փաշինյան Ռուսաստանի համար այնքան էլ ուրեմն գոհացուցիչ չի եղել։ Իհարկե կողմերը խոսում են ուրեմն արձանագրված հաջողությունների ուրեմն շատ լավ անցնելու մասին այդ հանդիպման, բայց դատելով հայտարարություններից բնավ այդ եզրակացությունը չենք ունենում, չենք ստանում, ինչու։ Իհարկե կողմերը պաշտոնական մասով գոհ են հանդիպումից, բայց այս անհանգիստ շարժումները իհարկե սպասելի էր եւ նույնիսկ եթե տեղի չունենար պաշտոնական հանդիպումը, նման մոտեցում եւ անհանգիստ շարժումներ նկատելի էր լինելու մինչեւ հունիսի 7-ը բնականաբար։ Մենք տեսնում ենք եւ տեսել ենք բազմաթիվ նմանատիպ այսպիսի իրավիճակներ նախորդիվ եւ հիմա տեսնում ենք նաեւ հիբրիդային պատերազմի ահագնացող վտանգը, որի հետ կապված մենք ունենք կամ միգուցե հնարավոր բոլոր գործիքակազմը փորձում ենք աշխատեցնել եւ հակազդել ապատեղեկատվությանը, բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ ցանկացած ապատեղեկատվություն այսօր ավելի ազդեցիկ է, քան ինչ կփորձենք մենք դա հերքել կամ հակազդել
ազդել կամ փորձենք հակառակ ազդեցություն ունենալ, ամեն դեպքում պատրաստ ենք, մենք ինքներս պատրաստ ենք, սպասում ենք ավելի անհանգիստ շարժումներ ենք սպասում, հուսամ ամեն ինչ կկարողանանք չեզոքացնել բայց նաև ասեմ, որ վարչապետն էլ է նշել, մեր արտաքին հարաբերություններում աշխատանքային, այսինքն մթնոլորտը բարեդրացիական է, նորմալ է, իսկ հայտարարությունների ֆորմատով իհարկե ստանում ենք ավելի ահաբեկող որևէ հայտարարություն, բայց մենք անցել ենք, էլի կանցնենք։ Լավ, Տիկին Մանավազյան, տեսեք, ըստ էության խոսում եք հիբրիդային պատերազմի մասին, կոնկրետ ակնարկելով երկրին, բայց այդ երկրում, օրինակ նրանց արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնում Հայաստանին օգնել հիբրիդային պատերազմի դեմ ուրեմն պայքարում։ Հնարավոր է օգտվեք նրանց փորձից, որովհետև նա նաև իրենց փորձով էր կիսվում։ Չի ստացվում մի տեսակ այսպես նոնսենս, նրանք հայտարարում են ձեզ աջակցելու, այսինքն իշխանության աջակցելու հիբրիդային պատերազմի ուրեմն դեմ, բայց օրինակ նրանց պաշտոնյաները կամ ուրեմն վերլուծաբանները օր ու գիշեր այդ ուրեմն հիբրիդային գրոհն են իրականացնում։ Այս դեպքում ասելիք չունեք նրանց։ Ես կարծում եմ, որ մենք ձևավորել ենք այդ աշխատանքային խումբը արդեն իսկ եւ իրենց հետ համագործակցել ենք Եվրոպացիների հետ։ Այո։ Այսինքն այդ աշխատանքային խումբը այսօր կա եւ առաջիկայում մենք ավելի խորությամբ կուսումնասիրենք նաեւ մենք որպես падգամավորներ նախատեսում ենք ազգային ժողովում քննարկում հասկանալու համար ինչ եւ ոնց որպես ինչ ձևով կարող ենք նույնիսկ մենք ներգրավացնելով ազդել այդ պատերազմում կռվել եւ կռիվ տալ ամեն դեպքում իրենց հայտարարությունները ինչպես կար նախորդ տնտեսական բլոգում մյուս արտաքին բլոգում դե պետք էր նաեւ Զախարովն իր աջակցությունը հայտնել նաեւ հիբրիդային պատերազմում կարծում եմ դա ձևական բնույթ կրող հայտարարություն ընդհանուր Լավ, միգուցե ավելի շատ ներգրավվածություն ունենալ հակառակ բանով էր ավելի շատ, բայց դա հիմնական ձևական բնույթ։ Լավ, ավելի շատ ուրեմն մտահոգությունները եւ նաեւ մենք հիշում ենք ուրեմն ազգային հետախուզության ծառայության տարածած այդ հայտարարությունը, որ հնարավոր է որևէ երկրից, իհարկե երկրյան չէր նշվում, բայց բարձր քաղաքացիներ ուրեմն գան եւ մասնակցեն այս ընտրություններին, այնտեղ տարբեր գործարարներին ուրեմն ճնշելու արդյունքում եւ այլն։ Հիմա նաեւ տեղեկատվություն ենք ստանում օրինակ Վրաստանից, ջավախահայերին տեղափոխելու եւ այլն։ Այս տեսակ տեղեկատվության հետ կապված ինչ քայլերի է դիմում իշխանությունը։ Ի վերջո, եթե նրանք եկան, ինչ պիտի անեք, գալու են վարչապետը վստահ է իհարկե, որ գալու են ձեր թիմին ձայն տան, բայց եթե ավելի իրատեսական լինեք, դուք այստեղ լուրջ խնդիր չեք տեսնում։ Նաև կարծիքներ կան, որ մենք առանց գումարել ենք պատրաստ գալու, սա մեր երկիրն է, մենք գալու ենք մեր քվեարկությունը ապահովենք։ Ես կարծում եմ այդ մեծ հոսքի մուտքի հետ կապված գալու են հայրենիք ընտրություններին մասնակցելու։ Ես էլ եմ այդ կարծիքին, որ այլ երկրում մեր հայրենակիցներ օգտվելով անվճար տեղափոխման հնարավորությունից գալու են իրենց հոգխորքում ընտրություն քվեարկությունը անելու են այն քաղաքական ուժին, ում հավատում են եւ իհարկե մենք սիրով սպասում ենք, միգուցե մեր քարոզարշավի ընթացքում ավելի շուտ կան եւ կարողանան ավելի օբյեկտիվ ընտրություն կատարել, բայց ինչ վերաբերվում է թույլ տալուն, դա օրենսդրական դաշտում է, քննարկել ենք իհարկե, փորձենք հասկանալ, բայց մինչև այս ընտրություններում ոչինչ չեն կարող հասկանալ եւ ոչինչ չեն կարող օրենսդրական դաշտով կարգավորել։ Միևնույնն է, երբ քաղաքացի են կամ ունեն այդ հնարավորությունը քվեարկելու, իհարկե տրամաբանորեն ինքը մի փոքր աբսուրդ է ապրելով այլ երկրում, աշխատելով, արարելով եւ գալ ընտրություններին մասնակցել Հայաստանի Հանրապետությունում, ամեն դեպքում դա իրենց իրավունքն է։ Լավ, գանք դարձյալ նախընտրական այս թեժ իրավիճակին, դուք տեսնում եք տարբեր քաղաքական ուժեր, ըստ էության չնայած որ չի մեկնարկել պաշտոնական քարոզարշավը, բայց սկսած ձեզնից, նկատի ունեմ, բոլորը մասնակցում են, ընդհանուր նաև նկատել եք Ռոբերտ Քոչարյանն է մարզեր գնում, հանդիպում քաղաքացիների հետ, Գագիկ Ծառուկյանն է ուրեմն մարտունեցիների հետ հանդիպում ու նշում, որ Ռուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է դրել, այսօր Եվրոպան Ռուսաստանի հետ թշնամի է, իսկ մենք Ռուսաստանի հետ բարեկամ
կամ դաշնակից պետություններ են, եթե մենք հակառակ ենք ուզում անենք ու գնանք Ռուսաստանի թշնամու հետ, Ռուսաստանն ասում է ընտրիր, այսպես իր ըստ էության նորից հավատարմությունն է Ռուսաստանի Դաշնությանը հայտնում, հա, գիտենք եռագլուխ է անվանում վարչապետը այս ուժերին եւ այլն, այնուամենայնիվ ուրեմն ինչպես եւ ինչ հիմնավորմամբ է հակազդելու նաեւ Ծառուկյանին։ Ռուսաստանը դնում է այդ ընտրության առաջ մեզ այսօր, թե ոչ, եւ հաշվի առնելով այսօր օրինակ զրուցակիցներից մեկը ասում է Ռուսաստանը հստակ գիտի, որ Հայաստան առաջիկա 15-20 տարում Եվրամիության անդամակցության ուրեմն չի հասնելու, բայց ուրեմն միտումնավոր նախընտրական այս փուլում գնում է հարաբերությունների սրման։ Նախ մեր ներկուսակցական քարոզարշավից թույլ տվեք ասեմ, որ բավականին առաջին եւ վերջին օրերի համեմատությամբ ալիքը բավականին եւ էներգիան մեծ էր հանդիպումների։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք եղել ենք Վարդենիսում, եղել ենք Մարտունիում, նույն այդ տարածքում։ Ես չեմ կարող չընդգծել եւ չառանձնացնել հենց Վարդենիսի հանդիպումը, որովհետեւ սահմանին ամենամոտ կանգնած բնակիչը քաղաքացին ամենաբարձրը եւ ամենաշատ էմոցիայով եւ շատ ավելի յուրահատուկ մոտեցմամբ է գնահատում խաղաղության, այսօրվա ձեռքբերված խաղաղությունը։ Եվ այսօրվա խաղաղությունից հետ քայլ չի ընդունելու։ Եվ այդ ջերմությունը, որ մենք նկատել ենք հենց Վարդենիսում, Վարդենիսի քաղաքացու բնակչից որևէ սահմանամերձ դեռ չենք եղել այլ սահմանամերձ բնակավայրերում, չէ, եղել ենք Մեղրիում, չեմ կարող չասել Մեղրիում ինչպես էր մոտեցումը, Մեղրի ժողովուրդը, Ագարակի, Սյունիքի բոլորի մասով կարող եմ յուրահատուկ ասել, որ ամեն յուրաքանչյուր քաղաքացի մոտեցել է եւ երեկվա ապրիլի 4-ին վարչապետի օրինակը տիպիկ որ այո քաղաքացին մոտենում եւ ասում էր լիքը խնդիրներ ունեմ, բայց ինձ հենց խաղաղությունն է կարեւոր այսօր որ ունենք, դա գնահատական է, դա վերաբերում թե դա մոտեցում է, դա է մեզ քվեարկելու, որովհետեւ այսօր մյուս ուժերին նույն Գագիկ Ծառուկյանին, իրանք նույն տրամաբանության մեջ բոլոր բայց իրենք ասեն գալու են իրական խաղաղություն բերենք, ուժեղ խաղաղություն բերենք, ձեր խաղաղությունը արժանապատիվ խաղաղություն չի եւ այլն։ Իրական խաղաղությունը այլ երաշխավորներով խաղաղությունն է, իսկ այլ երաշխավորներն ովքեր են այն երկրի կամ պետության ներկայացուցիչները, ովքեր այսքան տարի տվել են մեզ այդ ոչ խաղաղությունը եւ այսօր մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում անկախություն, ինքնիշխանություն ձեռք բերված հենց այդ խաղաղության շնորհիվ եւ պետք է այն շատ ամուր պահենք եւ այո այսօր պետք է տեր կանգնենք այն խաղաղությունը, որ այսօր ունենք։ Տիկին Մանավազյան, այս առումով օրինակ տեսեք Հանրապետականը նույնպես հայտարարեց, որ չի մասնակցելու, բայց Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է եւ ոչ թե այսպես 1-2 մանդատ խորհրդարանում ունենալը, այնուամենայնիվ չբացառեց, որ Հանրապետականը աջակցելու է ընդդիմությանը եւ ըստ էության, եթե այս բոլոր ձեր թվարկած ընդդիմության ներկայացուցիչները մեկ գաղափարի կամ մեկ հարկի տակ են ուրեմն հավաքվում, դուք այստեղ լրջագույն վտանգ չեք տեսնում, օրինակ Գյումրի սցենարի, ձեր հաշվարկները ինչ են ցույց տալիս։ Ի վերջո դուք էլ ունեք ձեր այսպես ասած մոնիտորինգը, ձեր հարցումների արդյունքները։ Այստեղ եթե յուրաքանչյուրը նրանցից ուրեմն նույն պատկերը ստեղծվի, ձայներ հավաքեն ու ունենան իրենց վարչապետի տեխնատուն, այս առումով դուք ձեր հաշվարկները ինչ են ցույց տալիս։ Չկա այդպիսի լրջագույն վտանգ։ Իրականում Գյումրի 2 է, կարող է լինել Գյումրի 3 էլ հնարավոր է լինել, բայց իրենք միավորվելու հավակնություն կամ ծրագիր, չգիտեմ, կունենան թե չեն ունենա, ամեն դեպքում իրենցից յուրաքանչյուրի գաղափարախոսությունը նույնն է, նույն ուղղությամբ են նայում, նույն մտածելակերպն ունեն, նույն խաղաղության այլ երաշխավորներ փնտրելու ճանապարհին են, պարզապես մեր ծրագիրը հետևյալն է՝ ունենալ սահմանադրական մեծամասնություն եւ մենք յուրաքանչյուր քաղաքացու հետ ունենանք երկխոսություն եւ այդ երկխոսության արդյունքում քաղաքացին իր քվեն կտա եւ իր ձայնը կտա հանուն խաղաղության, հանուն Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության ամուր
սահմանների, որ ես թույլ տվեք մի քանի օրինակներով կարող եմ ասել։ Այսօր մեր բյուջեն կրկնապատկվել է։ Այսօր մեր եկամուտները բյուջեի կրկնապատկվել են, հնան կրկնապատկվել է, դպրոցներում, համայնքներում ահռելի մեծ շինարարական, այսինքն շինարարությունը մի անգամներով մեծացել է, միջին աշխատավարձը 60% բարձրացել է։ Ես ուրիշ այլ ինչ փոփոխություն է ուզում անել այս հայտ ներկայացած քաղաքական ուժերը, այսինքն ես ասել եմ ու նորից կկրկնեմ, որ այնինչ մենք արել ենք եւ այսօր ցույց ենք տալիս, որ ունենք եւ անում ենք ընթացքի մեջ, իրանք խոստում են դա տալիս։ Հիմա քաղաքացին իրականում դուրս գալով իր փողոց, ցանկացած համայնքի բնակիչ, դուրս գալով տեսնելով բարեկարգ փողոց, բարենորոգված մանկապարտեզ դպրոց, այնտեղ լուսավոր փողոցներ, ինչն է ուզելու, որն է ընտրելու է արկածախնդիր կամ կանխակալ խոստումները, որը պետք է տեղի կամ արվում են կամ պետք է ընտրի, կարծում եմ ավելի իրատես են քաղաքացիները մեր այսօրվա եւ իսկապես ես նաեւ անձամբ լինելով այդ բոլոր համայնքներով շփումները տեսնելով ուղիղ իհարկե ես կարող էի նախապես մտածել, որ քաղաքացին տեսնում է, բայց երբ որ անմիջապես լսում եմ արձագանքը, հասկանում եմ, որ իսկապես այդ ահռելի մեծ ծավալի աշխատանքները իր գնահատականը տվել են։ Երևի արդեն լսել եք, որ տարբեր այսպես վերլուծություններով այ քաղաքացիական պայմանագիրը հնարավոր է տարբեր մարզերում շատ ձայն հավաքի, բայց Երևանում միանշանակ պարտվելու է։ Ինչ կասեք։ Ես կարող եմ կոտրել այդ կարծրատիպը, որովհետև Երևանում այդ նույն ահազանգերը լսելով եկան Երևանում շփումների ժամանակ, հասկացանք, որ Երևանը մարզերից չտարբերվեց, որովհետև իսկապես Բայց դե միջադեպերի պակաս չկար երևի։ Միջադեպերի պակաս միշտ լինելու է, որովհետև ուղիղ հեռարձակմամբ վարչապետը գնում է այս անգամ մենք իր հետ երբ որ քայլում ենք Երևանում մենք չգիտենք ուր ենք գնում անկեղծ մեկ էլ տեսնում ենք որ մենք կանգ առնում ենք որտեղ սպասում ենք հասարակական տրանսպորտը մոտեներ նստենք ավտոբուս որովհետև գնում ենք Մալաթիա օրինակ եւ դա եւ հաճելի է եւ անմիջական է եւ ուղիղ եթերով տեսնում են որ մենք հասանք Մալաթիա հնարավոր է չէ մարդը տան նստած իմիջիայլոց այս օրերի ընթացքում նաեւ այդ վարչապետի դիտելիությունը եւ դիտումները տեսել եք բավականին մեծ է, այսինքն բոլորը նայում են, լինում են դեպքեր, որ մոտենում ենք, ասում մենք ձեզ ուղիղ եթերով հետևում ենք, տեսնենք կմոտենաք, այստեղ թե չէ, ու մոտենում են։ Ի նկատի ունեմ բոլորը հետևում են։ Հիմա բոլոր ուրեմն գնալու եք, բոլոր վարչական շրջանները սպասում են, գնալու եք վարչական շրջաններ Երևանով շրջելու եք, թե արդեն վերջի միջադեպից հետո որոշակի միջադեպը կապ ինչ միջադեպ եկեղեցու նկատի ունեմ։ Եկեղեցու միջադեպը որևէ կապ չունի, մենք շարունակելու ենք այո մեր այցերը, ունենք առաջիկայում այց, կունենանք կհետևեք կտեսնեք։ Տիկին Մանավազյան, տեսեք, դուք նշում եք ներողություն, բայց ասեմ, որ որևէ միջադեպ մեզ չի կաշկանդում, մենք սպասում ենք ցանկացած միջադեպի, անգամ ուզում ենք երբեմն պահանջատիրական բողոքի ինչ որ բաներ լսենք, որովհետև միշտ չի որ կարելի է ասել շնորհակալ ենք, շատ լավ է, շատ հաճելի է, բայց անգամ դա մեզ չի կաշկանդում, դա մենք Տիկին Մանավազյան, վստահ դուք այնտեղ լինում եք ու տեսնում եք, թե օրինակ այդ հանդիպումների ժամանակ, որ մենակ շատ լավ հիշում եմ քաղաքացիներից մեկը ինչպես էր դժգոհում, որ պետությունից թալանած է այդպես էլ պետությանը չվերադարձվեց ու բավականին երկար էր բացատրում, որ տրված էր այդ հնարավորությունը, սպասումները այս առումով չեն արդարացել։ Թերևս ամենաշատ սպասումները այս մասով են եղել, մինչդեռ վարչապետը հեշթեգերով գիտեք հատիկ առ հատիկ գուցե ինչ-որ հողատարածք, որևէ ավտոմեքենա կամ ընդհանուր թիվը երբ նշում ենք բավականին այսպես մեծ է պետությունից գողացածը պետությանը վերադարձնելու, բայց այդպես էլ չենք հասնում խոստացված խոշոր ձկներին։ Ես ձուկ բառը միտումնավոր եմ օգտագործում, որովհետև սա վարչապետն էր խոստացել, մանր ձկների մասով իրավիճակը փոխվել է։ Ինչու չենք հասնում այդ խոշոր ձկներին։ Գիտեք, քաղաքացին արդեն հոգնել է, ասում է, ես ամեն օր ազգային ժողովի ամբիոնից լսում եմ, որ 20 տարեկանում դարձել է միլիոնատեր, բայց ես չեմ տեսնում արդյունքը դրա պայքարի հայտարարություններից են կողմ իշխանությունը ինչ է արել։ Հիմա կասեք այս 4 տարին բավարար չէր, հակակոռուպցիոնը մինչև ստեղծեցին եւ այլն, բայց քաղաքացին կոնկրետ ուզում է իմանալ այն բոլոր, այսպես ասած, մեծահարուստները
պետությանը հաշվին հարստացածները երբ են ի վերջո պետությանը վերադարձնելու գումարներ։ Հիմա կասեք 200 միլիոնի գործ կա դատարանում Քոչարյանի, բայց ասում են մարդիկ, չէ, մեզ կոնկրետ արդյունք ցույց տվեք։ Մինչև երբ ենք հանդուրժելու։ Նախ դա process է, որը հեշտ չի ապացուցելիության մակարդակում եւ ընթացքում քայլ արվում է, հատիկ է ցույց տրվում։ Ամեն դեպքում առաջիկայում խոստանում եմ հավաքագրել ամբողջը եւ կներկայացնեմ ավելի, որպեսզի դա ինձ նաեւ ազդակեր, որպեսզի ես ինքս ուսումնասիրելով այդ հատիկները հավաքագրելով դատախազությունից կստանամ ինչքանն է ընթացքի մեջ, որքանն է ընթացքի մեջ եւ որքանն ենք թվով վերադարձա պետությանը, բայց խոսոր այդպես մեծահարուստի անուն գոնե թվեք, որ ուրեմն նրանց հասել է ուրեմն այսպես ասած պատիժը ճակերտավոր պետությունից գողացածը պետությանը վերադարձնել։ Ես կթվեմ 5 խոշոր գործարարի անունները, երբ որ դատախազությունից հստակ կստանամ պատասխանը։ Այս մասով ամեն դեպքում սա իշխանության այսպես ասած թույլ կետը չի ձեր գնահատվում։ Գիտեք, մարդկանց մեծ մասի մոտեցումը հարցադրումները իրավական դաշտում է, արդարադատության հետ կապված իրանք միշտ փնտրում են ավելի արդարադատ մոտեցում են ուզում, բայց օրենք է, կարգ է, այսինքն ամեն ինչ ըստ օրենքի մոտեցումները լինում է։ Ես հասկանում եմ քաղաքացիների ամբողջությունը բողոքը, բայց ամեն դեպքում այն փոփոխությունները, որ արել ենք դատական համակարգում, իր արդյունավետությունը կտեսնենք ավելի մոտ ապագայում, քան այսինքն տեսանելի են արդեն։ Տեսեք, ասում են ավելի այսպես վերահսկելի, օրինակ ինչ փոփոխություն է կարել, ավելի վերահսկելի, գուցե սահմանադրական դատարան փորձեցիք ունենալ մի բան, որի դեմ պայքարում եք, օրինակ ուրեմն Հրայր Թովմասյանի ժամանակ, հիմա Հրայր Թովմասյանի այլ ընտրանքը ձեզ համար եղավ Վլադիմիր Վարդանյանը, մարդը կուսակցական էր, թողեց այդ պարտականությունները, նա էլ հանրապետական էր։ Որն է տարբերությունը եւ ինչ երաշխիք, որ կաշկանդված չի լինելու դատավորը իր որոշումներում։ Երաշխիք կա, որ կաշկանդված չի լինելու, ճանաչելով Վլադիմիր Վարդանյանին, ինձ թվում է բոլորն են ճանաչում Վլադիմիր Վարդանյանին եւ հանրությունից գոնե թե որևէ ակնարկ դժգոհություն բողոք այդ մասով չեմ նկատել եւ չեմ լսել։ Կարծում եմ դա մեր որոշումն էր եւ կայացրեցինք, այսինքն ազգային ժողովում իրեն չեմ տեսնում որևէ խնդիր իսկապես իր հետ կապված եւ արդար մոտեցման կամ անկաշկանդ մոտեցման որոշման հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ։